սակայն սկսել է ավելի հաճախ կիրառվել, ինչի մասին սա։ Սա վկայում է Հայաստանի Հանրապետության ընտրովի արդարադատության մասին եւ կալանքների կիրառման նույնպես ընտրովի լինելու վերաբերյալ։ Նախկինում մենք մյուս իշխանությունների ժամանակ էինք բարձրացել պաշտպաններից այդ հարցը, որ հաճախակ է կալանքը տրվում, այլընտրանքային խափանման միջոցներ գրեթե չեն կիրառվում, մինչև համապատասխան կոպիտ ասած դաբրո չլիներ։ Հույս ունեինք, որ այդ ամեն ինչը կվերանա, սակայն ներկայ ժամանակահատվածում դա ավելի ընդգծված երևույթ է դարձել, գրեթե բոլոր գործերով, նամանավանդ վերջին ժամանակաշրջանում բացառապես կիրառվում է կալանքը որպես խափանման միջոց ամենախիստը լինելով։ Այն դեպքում, երբ որ քրեական դատավարության օրենսգիրքը հստակ նշում է, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառել բացառիկ դեպքերում, հաշվի առնելով տվյալ մեղադրյալի անձը, կատարված արարքը, նրա հետագա վարքագիծը չեզոքացնելու կամ եւ այլնի համար։ Բայց մեր արդարադատությունը ցավոք, մեր դատական համակարգը այսօր պայմանավորված իշխանությունների կողմից տրված ցուցումներով կամ ընդամենը մի ելույթով, մի հաղորդագրությամբ փոխում է իր դիրքորոշումը այս կամ այն անձի վերաբերյալ կամ տարածական կալանքը կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ։ Օրինակ, մինչև վերջին իրադրությունները, Փարաքյալի հետ կապված դեպքերը, Էրեբունում կատարված դեպքերը, համեմատաբար որոշակիորեն այլընտրանքային խափանման միջոցները կիրառվում էին, թե տնային կալանքը, թե գրավը համակցված եւ այլն, բայց վարչապետի համապատասխան ելույթից հետո, որ կալանքների կիրառման կամ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը ոնց որ թե չի ծառայում իրենց նպատակներին, ընդամենը մի հայտարարությունից հետո դատական համակարգը դա որպես ուղղակիորեն ցուցում ընդունեց եւ դրանից հետո ցանկացած գործով հաշվի չառնելով նախատեսված սանկցիաները սկսեցին կիրառել բացառապես ամենախիստ, առավել խիստ խափանման միջոցը կալանքը, որը որ գտնում եմ անընդունելի է եւ հենց նույն քրեական դատավարությանը, թե սահմանադրությանը, թե բարոյականությանը հակասում է։ Եվ ի վերջո Հայաստանի Հանրապետությունում մի օր պետք է լինի, որ դատական իշխանությունը, դատական համակարգը վերջապես լինի անկախ եւ գործի միմիայն բացառապես օրենքի ուժով, ենթարկվելով օրենքին, այլ ոչ թե այլ ինչ որ գործոնների կամ ինչ որ մեկի ելույթներին կամ ինչ որ մեկի ցուցումներին։